Նախկիններին մարդասպան են ասում նկատի ունենալով մարտի 1-ի 10 զոհերին։ Բարոյական իրավունք ունեն նման բաներ ասել 2020 թվականի պատերազմի 5000 զոհ տվածները։ Մարտի 1-ի զոհերի համար առանց դատի դատաստանի ասել ճիշտ չի։ Դա սխալ է։ Ժողովրդի կողմից ուղղակի դա խոսակցություն է, ինչպես շատ ու շատ խոսակցություններ։ Ուղղակի դա խոսակցություն է։ Լավ, իրանք բարոյական իրավունք ունեն այդ պատերազմից հետո նման բան ասեն։ Չէ, իրավունք պետքա չլինի դա։ Դա պետքա դե հիմա մեկը մյուսի ասում են, բայց դա պետքա չլինի։ Կասկածում եմ։ Ես կասկածում եմ։ Նույնիսկ կասկածում եմ, որ այդ զոհերը ինչ որ մեկի ձեռքով է գնացել, ինչ որ երրորդի։ Ես չեմ հավատում, վստահում եմ, ես չգիտեմ, ճիշտ չի դա, շահարկելը ճիշտ չի։ Ես ճիշտ չեմ համարում, որ շահարկումները գնում ժողովուրդ այսպես մնում է մոլորված։ Դե ոնց ասեմ, Քոչարյանին ոնց կարաս ասես մարդասպան է։ Հələ այդ չի բացահայտվել, կարող է այդ մարդը սկի մեղավոր չի դրա մեջ, ինչ գիտենք մենք։ Բացահայտվել է այդ մարտի 1-ը։ Հա, չի բացահայտվել։ Վեր ոնց կարաս այդ մարդուն առանց բացահայտելու առանց քրեական գործի մարդուն կանգնես ասես մարդասպան։ Ես որ պատերազմի ժամանակ 5000 զոհ տվեցինք։ Դե դա արդեն ցավալի բան է, ես դրա մասին չեմ էլ ուզում խոսամ, որովհետև դա մի հատ էս ողբերգություն է, որ դա չես էլ կարա ոչեցես ոչեն։ Օրինակ իցմա շատ դժվար բան է, նորը գնացել է մերոնց գերեզմանա այս ներքևը բարձանում ես Սուրգազանի վերևի, չես կարա 2 րոպե կանգնես։ Դե նայում եմ մազերս բիզ ականում, ասում ասա ոնց է բան կրի։ Իրանք բարոյական իրավունք ունեն, Դե ասելով չի, պետք է ապացուցեն, հա, դատարան 5000 զոհ ունեն պատերազմի դատարան գոյություն ունի, պետք է դատարանը ապացուցեն, մեղավորը մեղավոր չի։ Ասելով չի։ Դատարան ապացույց չի կար, մեղավորը տվել մարդը պասպանություններ թե չէ։ Այ մարտի 1-ին 10 զոհ տվեցին։ Մարտի 1-ի մեղավորը Նիկոլն էր, ինքը բարիկադի վրա, ես շատ լավ հիշում եմ։ Բարիկադին բարձրացած ասում էր խփեք զինվորին, խփեք նրան, խփեք նրան։ Իրենք 5000 զոհ են տվել պատերազմում, հիմա ո՞ր է մարդասպանը։ Տվել են։ Իրոք տվել են, ներկա իշխանություն տվել։